Փրկությունը հավատքից է Հիսուս Քրիստոսի վրա։ Вера, спасение от веры во Христе Иисусе. Եվ Պողոս առաքյալ նույն եկեղեցում ասեց, լսեք, այս կյանքի համար չի որ մենակ պետք է Աստծուն հավատանք։ И апостол Павел говорит, что не для этой жизни мы должны веровать во Христа. Ես մի հատ ուզում եմ օրինակ բերեմ։ Я хочу привести пример. Մեր օրը, որ անցնում է, ինչ չափով ենք մենք Քրիստոսին հավատում այս կյանքի համար եւ ինչ չափով ենք Քրիստոսին հավատում երկնքի համար։ На протяжении дня сколько мы во Христа верим для этой жизни и сколько для вечной жизни. Սրանով մենք արդեն հասկանում ենք, որ ինչ չափով մենք հույս ունենք երկնքի համար, ինչ չափով հույս ունենք երկրի համար։ И этим мы понимаем, какую надежду мы имеем для вечности и какую для этой жизни. Տեր ջան, օրհնիր հացը, Տեր ջան, օրհնիր գործս, Տեր ջան, օրհնի չէ հիվանդանամ, Տեր ջան։ Բայց ինչքան ենք մենք օրվա մեջ աղոթում, Տեր ջան, օրհնիր, որ երկինք հասնեմ։ Часто мы просим благословения для этой жизни, но не просим благословения, чтобы достичь до неба. Ու նույն Պողոս առաքյալ կգրեր, կասեր, լսեք Քրիստոսի մահը եւ հարությունը միայն այս կյանքի համար չի, նաեւ հավիտենության համար, որով սատանեն պարտվեցավ։ Тот же апостол Павел пишет, смерть и воскресение Христа не для этой жизни, но для вечности, чем дьявол поражен. Ես մի հարց եմ ուզում տալ։ Я хочу задать вопрос. Երբ որ ես հիվանդ եմ լինում, աղոթում եմ, չէ Քրիստոսի վերքերով բժշկում եմ, սատանեն պարտվեց այդ ժամանակ, դե ոչ։ Когда я болен, молюсь Господу и ранами Иисуса я исцеляюсь. В этот момент дьявол поражается или нет? Այդքան էլ կայսեի չէ։ Որտեւ իր համար նպատակ չունի 5 տարի ավել կապրես, դե կարճ կապրես։ Для дьявола не имеет значения, ты на 5 лет дольше проживешь или нет. Քրիստոսի խաչի ու հարության հաղթությունը հավիտենության համար է։ Победа на кресте для вечности. Սատանեն ինքը պարտված է, որովհետեւ մենք ունենք հավիտենական կյանք։ Դիավոլ поражен, потому что мы имеем вечную Ինքը жизнь. իշխանություն չունի մեր վրա։ Он не имеет власти над нами. Ուրեմն ինչ եք նշանակում, եթե այդ մարդկանց կյանքում ունեն հիվանդություն ու աղոթում են ու չեն բժշկվում, միթե սատանեն հաղթեց իրանց։ Если люди имеют болезни и не исцеляются, дьявол победил в их жизни. Մեր հաղթությունը երկինք մտնելու համար է։ Наша победа, чтобы войти в небо. Մեր հաղթությունը կյանքի գրքի մեջ մեր անունները գրվելու համար է։ Наша победа в том, что наши имена написано в книге Որտեղ երբ որ մենք жизни. կանգնում ենք հայլու առաջ ու տենում ենք, որ այն չափի մեջ չես, որ ուզում ես դուք ես տենայր այս կյանքում, И когда мы стоим перед зеркалом и понимаем, что мы не той жизнью живем, какую хотели, ու դու կարաս ասես, թեև չկարողացա այս կյանքի մեջ ինչի դրսևորեմ, բայց երկնքի համար Աստված իմ համար կյանք ունի պահած, որը որ դրսևորված է։ но ты можешь сказать, хотя я в этой жизни не состоялся, но у Господа есть жизнь в небо для меня предназначенная.